Ամալիա Հովհաննիսյանի Live-room հաղորդման հյուրն էր Լյուսի Հայրապետյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Լյուսիի ու Սոսի սիրավեպը ժամանակին բուռն քննարկումների առիթ դարձավ։ Սա Լյուսիի կյանքի ամենացավոտ թեմաներից մեկն էր։ Սոսից սիրելով եմ բաժանվել, բայց ես եմ գնացել բաժանման։ Ինքը բազմիցս տարբեր հարցազրույցներում նշել է, որ ես եմ իրեն թողել, ես վատն եմ։ Մենք Սոսի հետ մեկ է լավ ընկերներ ենք։ Կյանքում մի կետ կար, ես ունեի խնդիր և այդ խնդրին պետք էր լուծում։ Իսկ այդ խնդրի լուծման մեջ Սոսը իրեն ներկա չտեսավ։ 5-ից 6 տարի հարաբերություններ մի մարդու հետ, հետո բաժանում հանուն Սոսի։ Ես պետք է այդպես չանեի, 6 տարի շարունակ ունեի շատ մտերիմ ընկեր։ Նենց չի, որ ես ափսոսում եմ, բայց այդ մարդուն ես ցավացրեցի։ Ես իմ ներսով շատ արդար մարդ եմ և չեմ սիրում, որ անարդար եմ գտնվում մարդկանց հետ։ Իսկ այդ պարագայում ես եղել եմ անարդար։ Երկար ժամանակ մտածում էի, տեսնես այդ մարդը ինձ կների, որովհետև մեծ ցավ եմ տվել իրեն։ Ինքը մեկ շաբաթում դարձավ ուրիշ մարդ, մինուս 20 կիլոգրամ։ Դրանից հետո միացանք, փորձեցինք, բայց երկրորդ անգամ չի լինում։ Լյուսի Հայրապետյանը անկեղծորեն նշեց նաև, որ ամենաերկար ժամանակը, երբ մենակ է մնացել, 1 ամիսն է եղել։ Չեմ սիրում մենակ մնալ։ Մի ամսից ավել մենակ չեմ մնացել, միշտ ունենում եմ ընկեր։ Սիրում եմ ուշադրություն, միշտ թույլ եմ տալիս, որ ուշադիր լինի։ Եթե լավ տղա է, ոչ թե կներեք, աղբակույտ։ Հաղորդման սկզբի հատվածում Լյուսին խոսեց Դուբայում ապրելու մասին։ Երբ բնակարաններ ձեռք բերեցի այնտեղ, հասկացա, որ մեծ պոտենցիալ կա առաջ շարժվելու։ Հասկացա, որ չեմ ուզում այստեղ ապրել, որովհետև մի կետում եմ, և այդ կետում եմ տարիներ շարունակ։ Դրանից ավել ունեմ ասպարեզում մարդիկ, ում կուզեմ ձգտեմ։ Իրենց աստիճանին հասնեմ, բայց նայելով նրանց չեմ նախանձում։ Երևանը շատ քաղցր ա հեռվից։ Մոտս ճահճացած էր, զգում էի, որ առաջ չեմ գնում և հոգնում եմ։ Կներեք, բայց մեր հասարակությունը շատ ծանր ա, շատ ա քո վրա ազդում։ Չի թողում առաջ գնաս, կարծրատիպեր ա կապում քեզ։ Լյուսին անկեղծացավ, որ իր կյանքում ունեցել է մի փուլ, երբ իր խոսքով ինքնանպատակ է դարձել ամուսնանալը, երեխա ունենալը։ Բոլորը շուրջս երեխա ունեին, բոլորը խելոք տան աղջիկ էին, ես չէ։ Հասկացա, որ վազում եմ ու չեմ հասցնում։ Անընդհատ սխալ որոշումներ եմ կայացնում և ավելի վատ ա դառնում ամեն ինչ։ Կար մի ժամանակ, որ ուզում էի ընտանիք, մամա դառնալ։ Բայց հետո հասկացա, որ էդ այնքան դժվար ա, երբ մի մարդուց ես ուզում երեխա ունենալ, ում հետ 3 օրը մեկ վիճում եք։ Իմ կյանքում լինում էին տղաներ, ընկերներ ինչ-որ X ժամանակով, ում հետ ինձ ժամանակ առ ժամանակ լավ էր, բայց տոտալ երջանիկ չէի։ Եթե այդ տոտալ երջանկությունը չկա, ես չեմ ուզում այդ մարդուց մի հատ էլ երեխա ունենամ։ Երկրորդ այդ մարդուն ամբողջ օրը իմ կողքը տեսնեմ, որը արտացոլանքն ա իրա։ Ես չեմ կարող մայր չդառնալ, կա զարգացած թեմա, ձվաբջիջ հավաքել, բավականին շատ հավաքել եմ։ Ունեմ էնտեղ պահեստ, կարող եմ նվիրել ընկերուհիներիս, միշտ կատակով ասում եմ, որ երեխա պետք լինի, ասեք։ Որ ինչ-որ մի խնդիր լինի, կարելի ա էկո տարբերակով ունենալ այդ երեխային, սուրոգատ մոր տարբերակով ունենալ։ Ես միշտ բաց եմ զարգացած բոլոր հնարավորությունների հանդեպ։ Գիտես, որ ես քո մրջանդավում խելագարուն գժում շատկում եմ։ Գիտես։ Հա։ Երևելի։ Նայած երբ ես գալի ոնց ենք ջոգում խելագարում եմ չես Էյնա։ Ջոն, սիրտ, օրայում սիրտ իմ աշխար։ Անջատեմ։ Տուր բեր մոտս։ Վայ, օրայում կոպիքին հոմո։ Աշխարը գանդս, սիս ավազակս։ Ջոն։ Կգժվեմ, ուզում ես գժվեմ, ուզում ես գժվեմ, ուզում ես գժվեմ, իսկ համար։ Ապ, բուզուկ,
աշխատում չէ, Ոյ, շողուտեմ, կոտրած է։ Այսինքն քաշին։ Սրտիկ։ Սրտիկ։ Mais la fin, moi je suis pas, je sais pas, ils vont pas faire ça. Ման պատրաստ է, չէ՞ դե կուղեշերը։ Et c'est une chaleur normale. Կարճ այն մասին, թե ես ինչքան եմ մի արել։ Հիմա եկել ենք սյոմկայի, ես չգիտեի, որ այսքան մի արել եմ։ Հիմա ինձ պետք է ինչ-որ մեկը, որ հետևից այսպես պահի։ Ինչ անենք։ Մենք լսենք։ Նա, Hello XS, XXS, XXXS։ Ահան, խնդրեմ ծանոթացեք Լուիսիկի առաջին իմում բայալ գյունով։ Ես որպես բատրճան ահավոր սիրող մարդ, չգիտեմ, սակի նույնան սալք է բատրճանները, ոս քանի չէին չացել, շապատա առոտ էր, եթե չեմ սխալվում։ Տուն տանելու աղջիկ, տուն տանելու, վաստով տունը կա, ամեն ինչ կա, պետք չի ոչ մեկի տուն տանել, լավ, վսյո, մամ, գնա հատի կյանքը, ստեղտորը չեմ էտ է բանով ճմռիչով արել, ուտև ես չգիտեմ, ես տան մեջ որտեղ կա ճմռիչ, դամեր կտրտել եմ մանր, ասա, որ լավ է եղել, ապրես կյանքս ոգնես եկեքը, վսյո, անջատում եմ։ Արևով չհասցրի նկարեմ իրանց, հացենց նկարեմ, որ մատը հոտ քաշեմ, որ շատ չկարոտեմ միջև կամ, շնայց է դժվար ասել։ Ես ամեն է չկարոտել չի լինում։ Վսյո, միս անգամ որ գամ ծաղկած եք լինել։ Պակա, պակա։